Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Անտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագիտության դոկտոր պարոն Լևոն Շիրինյանի հետ։ Ողջունում եմ պարոն Շիրինյան։ Ուրախ եմ ողջունելու ձեզ Անտապանում։ Այսօրվա թեման այսպես եմ ուրվագծել, որոնք են Հայաստանի համար մեկ անելիքները այս տրանսֆորմացվող միջազգային հարաբերություններում եւ միջազգային կարգի փոփոխության պարագայում։ Կարող ենք այս մասին խոսել։ Իհարկե կարող ենք եւ ասել, որ ես նախընտրում եմ մեր պարագայում եւ իրականում Հայաստանի շահերը պաշտպանող վերլուծական, մասնագիտական հանրության կողմից հենց այդ հարցի քննարկում, ինչու մեր անելիքներն այդպես ընդհանրական, որովհետեւ այն մեկ ամբողջ աշխարհը քննարկում է, կան մասնագիտացված խոշոր կենտրոններ, շատ հայտնի են, դուք էլ կիմանաք։ Դրա համար մեր խնդիրը նա հասկանալն է, որովհետև դա ուժային հզորության բևեռների փոխհարաբերության մեջ է ծնվում նոր աշխարհակարգ։ Ակնհայտ է, որ այդ որ փլուզվում է, չի փլուզվում, տրանսֆորմացվում, ինչի համար, որտեղ նաև վերահսկվում է։ Դուք եթե նայեք նախագահ Թրամփի արտահայտությունները շատ անգամ թվում էկլեկտիկ եւ այլն, բայց ես նկատում եմ, որ հանրապետական կուսակցությունը ունի սպասարկման գաղափարական քաղաքական կենտրոն, գեոպոլիտիկական, գեոստրատեգիական, իսկ դասական իրենց մոտ շատ է, ուրեմն նա ոնց որ թե այդ կարգավորում է իր առաջնություն առաջ մղելով, այսպես ասել, քանի որ Միացյալ Նահանգների համախառն ազգային եկամուտ աշխարհի մասշտաբով ամենամեծն է, բանակ եւ այլն հզորությունը մեծն է, նաեւ ամերիկյան ժողովրդի ազատության ձգտումը, կարծում եմ բոլոր դեպքերում անկասելի է, այդ տրամաբանությունը, հոգեբանությունը տոն է տալիս եւ հետը տանում է։ Հիմա ինչ է, ուղղակի այսպիսի մի բան կա, Ռուսաստանը ԽՍՀՄ-ից սկսած, ասեմ այսպես, Նիքսոնի եւ ուրեմն Մաո Ցեդունի հանդիպումից հետո, դա 1972-3 թիվն է, ԽՍՀՄ սկսեց անկում գնալ եւ չկարողացան կանգնեցնել այն հեքիաթները, որ Գորբաչովը դավաճան էր, որ Անդրոպովը, չգիտեմ, այդ բոլոր անհետեցությունը փորձեցին ԽՍՀՄ-ի պոտենցիալը եւ արագությունը պահել, ոչինչ չստացվեց։ Ասեմ, այստեղ ճակերտավոր մի գաղտնիք, որ յուրաքանչյուր մտածող մարդու հասկանալի կդառնա։ Ինչու գերմանյաները վերամիավորվեցին, այստեղ հասկանանք, եւ ինչու Արցախը արյուն լվա թուրքին հանձնող մի պետություն եւ քաղաքական էլիտա, ինչպիսին, եթե դա էլիտա է, Պուտինյան միջավայրն է, ինչու այդ պետության նախորդ սերունդը գնաց մեծ հաճույքով գերմանյաների վերամիավորմանը, որ ուրեմն Գորբաչովի ղեկավարությամբ տեղի ունեցավ։ Հիմա սխալ է, ռուսական ավանդույթ է, մեռածին սխալ հանելը, բայց հաճույքով էլ չմեռածի հետ գնում են ճանապարհ։ Պատմությունը դա է, էլի։ Հարցը ինչն էր։ Ուրեմն սրանք գեոքաղաքական մի շրջադարձ արեցին, դա բխում է Մաքինդերի անգլիացի դեմոկրատական հասարակություն աշխատանքից, դա գրվել 1943 թվականին, մինչ այդ ուրիշ գործեր ուներ, այսպեսի շրջադարձ արեցին, գերմանյաներին վերամիավորեն իրար հետ, իրենք դուրս գան, որտեղ ճար չկար, դուրս չկալ, որտեղ երկիրը քայքայված էր եւ ժողովուրդը սովի առաջ էր կանգնել, տնտեսությունն էլ մեռած էր, հիշեք, ով որ հիշի։ Եվ փորձեցին գերմանյաների վերամիավորման մեջ մի շրջադարձային ստրատեգիական քայլ անել եւ Գերմանիային հակադրել Միացյալ Նահանգներին։ Իրենց գլխավոր հակառակորդին ավելի շուտ Անգլիային, որտեղ ռուս-անգլիական հակամարտությունը ռուսների մաղձի մեջ է, անգլիացիներն էլ վերահսկում են։ Հիմա սա տեղի ունեցավ, բայց այսպես ի պատիվ քրիստոնյա դեմոկրատական միության, ուրեմն ղեկավարի Քոլի, Հելմուտ Քոլն էր այն ժամանակ կանցլեր,
Ուրեմն լավ է որ սոցիալ-դեմոկրատները չէին, որտեղ նրանք կարող էին խայծ ուտել, ծախեր են եւ գնային գործարքի այդ առումով եւ քոլը մնաց Ադենաուերի ավանդույթի մեջ Եվրատլանդյան քաղաքական ռազմավարությանը չդավաճանեց եւ չգնաց հակադրության եւ այստեղ արդեն Կրեմլի այդ մտահղացումը հերթական անգամ անդունդ գնաց հակադրել չստա հիմա եւ շարունակվեց Ռուսաստանի քայքայումը Գայդարի ժամանակ իհարկե հիմա Գայդարին սխալ են հանում, դե իրենք գիտեք էլ ով պաշտոնից ընկնում է, սկսում է սխալանելը։ Այսը Պուտինին կարող են որ հեղաշրջում անեն եւ պատժեն, բերեն գցեն ամեն ինչը վերջացնեն։ Դա ռուսական ավանդույթն է։ Հիմա Գայդարը փորձեց արևմտյան տարրեր մտցնել ուրեմն տնտեսության մեջ, որովհետեւ փրկեն։ Մոտավորապես այսպես էր, ինչպես Կերենսկին ժամանակին ժամանակավոր կառավարության շրջանում փորձեցին Ռուսաստանին ինչ-որ չափով լիբերալիզմ ներարկել, փրկել վիճակը, բայց ոչինչ չստացվեց, որովհետեւ այդ օրգանիզմը լիբերալիզմ չի ընդունում, մանավանդ իշխող դասի ամբիցիան, ոչ թե իրական վիճակը։ Եվ այնտեղ ուղղակի Ռուսաստանի դժբախտությունն այն էր, որ արտգործնախարար տարավ մի ֆոկուսնիկ, ուրեմն Կոզիրև կոչվածը, որը ուրեմն ամբողջը նվիրեց ուրիշ մի խոսքով կոորդինատները ճիշտ չկարողացա եւ չի էլ կարողանում հիմա էլ ակտիվ մեկնաբանում է հայ հանրությունն էլ կարդացող երևի նրան լսում է շատ ինչ որ է եւ ահա այստեղ վերադարձավ KGB-ն, հա ուղղակի ուղիղ իմաստով, եթե Անդրոպովի շրջանում Բրեժնևի KGB-ն անսահմանափակ իշխանություն էր ստացել եւ իզվեստիա թերթերի ժամանակ տպագրեց մի նյութ, որի բառացիորեն ասում եմ հետեւյալը, որը հայտարարեց, որ հետո փակեցին այդ ինֆորմացիաները շատ արագ այդ գլասնստի ժամանակ էր, որ սովետական հասուն ազգաբնակչության 10-ից մեկը կամ գործակալ է KGB-ի կամ ստուկա չէ։ Այսօր Հայաստանում թափած են, Հայաստանը գերազանց թիվ ունի։ Այն երկրները եւ խոսքով, ուրեմն չկարողացան, բայց KGB-ն կարողացավ իշխանությունը վերցնել եւ ուղիղ իր մարդուն բերեց, ոչ թե եւ իր մարդն էլ քանի որ իր հասուն տարիներին ծառայել էր դեմոկրատական Գերմանիայում, ինձ թվում է այստեղից է ֆաշիզմի եւ Հիտլերի հանդեպ նրա հակումը, այդ ռաշիզմ, որ ասում են, այդ վերարտադրություն է եւ Անգելա Մերկելի նաեւ տատանումները, որի շատ են քննադատում, բայց մոտավորապես այսպես մի բան կա։ Անգելա Մերկելը սովետական տարիներին Գերմանիայի Մագդեբուրգի կոնսոմոլիա առաջի քարտուղարն է եղել կամ պաշտոնյա էր դոկտոր քիմիայի եւ այլն իսկ դուք գիտեք որ կոնսոմոլի քարտուղար այն ժամանակ Գերմանիայում շատ ուժեղ էր շտազի նույնիսկ KGB-ից ուժեղ հետախուզական ներքին ու արտաքին ծառայություն էր ես ոչ մի կասկած չունեմ որ Անգելա Մերկելը այդ կառույցի մեջ է եղել որտեղ ով կթողեր կամ առաջի քարտուղար կամ Մագդեբուրգից արևելյան Գերմանիայի մարզգային եւ այլն հիմա Եվ այս ձևով սրանք ինչ եղավ, այստեղ իհարկե երգիրը հավաքեցին, արեցին, քաղաքական իմաստով հավաքեց Պուտինը, հիշում եք մի դրվակ կա, որին օլիգարխներին հավաքում է, և կարծեմ Դերիբասկան գրիչը վերցնում, ֆիլմեր կան էլի, փաստագրական, իշկան հիշում եմ Դերիբասկան էր գրիչը, որով ստորագրում էին, ղազագրեր կներեք էլի այստեղ, խոշորներն էին եւ գրիչը վերցրեց հետ տարավ եւ այդտեղ Պուտինը հետ կանչեց ասեց հələ գրիչը տեղը դիր իր գրիչն էր եւ այդտեղ այն է որ մեր Երևանյան միջավայրում այսպեսի մի արտադրություն կա այդտեղ եթե գող կա այդ գողը մենակ ես եմ դուք այլևս չկաք եւ օլիգարխիա Ելցինյան վերջը տվեց ովքեր որ չհանձնվեցին այդտեղ Խադարկովսկի եւ այլն ինչ որ պատմություններ կան եւ այսպես բայց եթե Պուտինը ունենար, ինձ համոզված եմ դրանում, ոչ թե ֆոկուսնիկ գեոպոլիտիկներ, ասենք ինչպես են Խավարամի Դուգինն է եւ նման այդ ռաշիզմով վարակված ռուսկի միրով էլ որը չիներնու, եթե ունենար նորմալ վերլուծական
ծառայություն եւ վերլուծողներ, որոնք չկան, դրանք Հայաստանի վրա են աշխատում, ուղղակի պատվեր կատարողներն են, ինչպես մեր ժողովուրդն ասում է, սպարակայում Պուտինի թևերի տակ 7 ծմերուկ դրեցին, որ իրենք շատ հզոր են, որ բանակը էս, ռուսական ոգին էս, բայց միշտեր առանց Ուկրաինայի, առանց մեր Բալթյան պետությունների, առանց արդեն Անդրկովկասի եւ այլն, Անդրկովկասի հետ կանչի, Ռուսաստանը դարել էր ասիական պետություն, եվրոպական Ռուսաստանը մնացել էր Ուկրաինայում եւ մնացել է Բալթյան պետություններում, մնացել է ինչ-որտեղ նաեւ բանում Բելարուսում, որտեղ այդ կոլխոզի նախագահ չի, որ Բելարուս ժողովուրդն է, ես դա հաստատ ասում եմ, համոզված եմ։ Եվ Ռուսաստանը այստեղ էր, որ հայտնվեց ուրեմն Լև Գումիլյովը, եթե դուք կամ որևէ մեկը 90 թվականների մեր գրախանութները հանդիպել է գրավաճը, մեր մոտ գրականության աղետ կար, որտեղ պարզվեց, որ հայ պատմաշենները անիրավված իրենց պատմության վերաբերել որևէ աշխատանք չունեին։ Մինչդեռ մենք պետք է առաջինը, այս ինչ որ ես ասում եմ, ասենք Կարս եւ այլն, մենք պետք է լեցրած լինենք, բայց պարզվեց, որ սրանք ռուսական գաղափարախոսությունից սովետական են կողմ չեն անցել եւ արժեք չունեն այլևս։ Իրենք մեկ նեղանում են, բայց ես իրենց նեղացնելու համար չեմ ասում, բայց եթե հեշտ նեղանում են, հեչ էլ նեղանան։ Ուրեմն էս է։ Եվ չկար։ Հիմա տեսեք ինչ եղավ։ Եվ ահա եթե չլինեին պետական պաշտոնական վերլուծական ծառայություններ Պուտինի կողքին, ուրեմն եւ դուգինները տոն չտային դրան, վստահաբար նրանք կունենան Ռուսաստանի իրական պատկերի իրական գնահատականը, բայց դա չեղավ։ Եվ այսպես Ռուսաստանը տրանսֆորմացվեց իր նյութատեխնիկական քայքայված վիճակով, ֆինանսների հետ ամեն ինչով եւ կիսատ բռատ ռեֆորմներով, մի քիչ կապիտալիզմ, մի քիչ սոցիալիզմ, չգիտեմ ինչ։ Եվ այսպես ուրեմն Ռուսաստանը վերածվեց ըստ էության մոնղոլ թաթարական ավանդույթի վրա, պետականության, որ իրենց ոսկե հորդայի ժամանակն է։ Եվ ես հիշեցնեմ այստեղ, ես ասում եմ դա, ես չեմ հնարել դրանք։ Ուրեմն Լև Գումիլյովը գրում է, որ Ռուսաստանի պատմության ոսկետարը ոսկե հորդայի տիրապետության այդ շրջանն է, պատկերացնում եք, ահա այսօր կային, ինչ որ կա, եւ ասեմ նաեւ այդ գնահատականը 1920 թվականին տվել է մեր ժողովրդի շատ տաղանդավոր քաղաքական մտածողներից մեկը Ռուբեն Դարբինյան ռուսական վտանգ աշխատանքով, շատ ավելի շուտ է տվել, որ այդ Ռուսաստանը, որը խնգարվում է հայերի կողմից, դա մառախուղ է եւ դա մոնղոլ թաթարական է, այդպես է նաև Համո Օհանջանյանը, բայց քանի որ այստեղ իշխում է Չապաևը, իշխում է Խանջյանը, իշխում է եւ այլն, այս սուտ բաները, իսկ պատմաբանները դա չկարողացան գնալ, ես իհարկե շատ նյութ եմ լցրել, բայց դա մի հոգու աշխատանք չէր, օրինակ ակադեմիական գիտություն դրանք պիտի բացեր շատ արագ, բայց իրենք երբ ռուսների տալիշ-վերիշի մեջ էին եւ լավ էլ այդ գազի ծառայությունները հավանաբար սրանց պահել են։ Պաշինյան գանք այսօրվա Հայաստանի անելիքներին, հա։ Հիմա չէ, այստեղ է։ Ռուսաստանը գնաց անկում։ Անկում գնաց եւ դա առաջացրեց այն ցնցումները։ Նա նաեւ այդ իր անկումը սկսեց կառավարել Ղարաբաղյան հարցը շահարկելով մեր, մի քիչ օգնել մեզ, մի քիչ բայց լինելով Ադրբեջանի հետ եւ Հայաստանում տեղավորելով իր խամաճիկ իշխանությունները։ Հեղափոխությունը թվում է վեճ տվեց դրան, բայց հեղափոխությունից հետո ես կոവിഡ്ը եթե չլներ, մենք երբ ժամանակ ունենք, բայց ինչ որ եղավ։ Հիմա ինչն է ասելիք, սա Ռուսաստանն էս պատկերի մեջ է եւ տնտեսական հզորություն չունի, դա հիմա ինչ ասեմ, դա եթե մեկը հավատում է որ ունի, իր գործն է։ Երկրորդը նա ռազմական այդ հզորություններ չունի։ Այդ բոլորը մնացածը միջուկային զենքերն խորհրդային միությունից բան։ Ես օրինակ մի բան եմ մտածում։ Ելցինի ժամանակ իրենք այն վիճակներ ԽՍՀՄ-ում, որ միջուկային մարտագլխիկներ եւ այլն ամերիկացիներին հանձնվեցին ինչ-որտեղ պահելու, որտեղ դա անվերահսկելի էր։ Դա Ռուսաստանն արել է կամավոր։ Հիմա ՑԵՌ-ուն կամ կենտրոնական հետախուզությունը այդ մարտագլխիկները չի համարակալել, չի փչացրել,
Այսինքն ոնց եք պատկերացնում։ Հիմա ասենք առաջ, ահա այս վիճակի մեջ Ռուսաստանի անընդհատ անգում է, տարածքը հիշեք, ԽՍՀՄ-ի պոտենցիալը հիշեք, Աֆղանստանում ջախջախվել դուրս փախչելը հիշեք, բարոյազրկում եւ այն ինչ որ եղավ եւ հետ նա փորձեց Ռուսաստանը այս կոնֆլիկտների հրահրման ճանապարհով պահել իր հետ այս երկրներին, բայց եղան բաներ, որ բոլորի աչքի առաջ եղել, այստեղ Ռուսաստանի անկումը եւ Միացյալ Նահանգներում վերջին ընտրություններում կոնսերվատորների, պահպանողականների հաղթանակը։ Սա արդեն արմատական փոփոխության հարց էր, որը ոչ մի այստեղ նորություն անձերի իմաստով կա, բայց քաղաքական իմաստով չկա, որովհետեւ ուրեմն նախագահ Մոնրոյի քաղաքականությունն են վարում։ Ամերիկան զբաղված է ինքը իրեն գազդուրելով, առողջանալով, ուժերը հավաքելով, ինչ որ անում է, այստեղ տարընթացություններ։ Հիմա սրանից հետո ահա այստեղ մենք իհարկե դժվարություններ ունենք, բայց վատի մեջ միշտ լավը կա, լավի մեջ էլ բանը կա։ Մինչև այդ մենք կարողացել ենք եւ սա մեր կառավարությանը եւ նրանք ովքեր կառավարությանն օգնում են այս դժվարին պայմաններում, հասկանալով նաեւ սխալները, սա ասենք որ սրտերին յուղ նստի, կարողացավ առաջացնել մարդկանց մի խումբ, որոնք կարողացան բալանսի քաղաքականության էությունը հասկանալ եւ դուրս բերել պետական քաղաքականությունը այդ աղետալի կողմնորոշումների քաղաքականությունից։ Սա նաև դրական է, որովհետև երբ որ մարդիկ սկսում են մտածել, հատկապես գիտության մարդիկ եւ քաղաքագետներ, քաղաքական գործիչները, նրանք սկսում են որոնել, բալանսը թույլ չի տալիս։ Այն որ կախված են Ռուսաստանից, վաղներ Թուրքիայից, վաղներ Պարսկաստանից, հիմա Պարսկաստանի հետ են առաջարկում դինել եւ այլն։ Ուրեմն այդ քաղաքականությունը Հայաստանում առաջացրեց ուրիշ վիճակ, պարտություն եւ այլն, դա մեր իշխանությունից չէր կախված, այդպես ռուսկի միրը հավաքելու են իրենց ագենտուրայով, որ աղետի ենթարկվեց ուղղակի Արցախյան հատվածը իր հավատի համար, Ռուսաստան եւ այլն։ Հիմա այս բարակայում տեսեք ինչ է լինում։ Մենք կարողացանք կամուրջներ նետել առաջին Հնդկաստանի հետ, եւ սա արևմուտք չի, ոչ Եվրոպա է, ոչ Հնդկաստան, որը աշխարհի տնտեսության երրորդ բաղադրիչն է, որի հեռանկարները շատ ավելի բարձր են, տեխնոլոգիական, ես կարծում եմ, որ մենք պետք է շատ մերձենանք, կոոպերացվենք Հնդկաստանի հետ, որտեղ նրանից մենք ընդհանրապես որևէ վտանգ չունենք, բացի օգուտը, այդ մեկ։ Եվ ընդհանրապես հիմա կարելի ասել աշխատանքեր կատարվում Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները կանոնավորելու, այստեղ գաղտնիք չկա, մեր ուրեմն դեսպանուհին մագունցը ունեցավ բացառիկ ծառայություն իմ գնահատականով այս հարցի մեջ, ուրեմն եւ կարողացավ էլիտաների հետ աշխատել։ Այսպես ասեմ, եւ Միացյալ Նահանգների հետ գործը հասավ ռազմավարական գործընկերության, իհարկե սա դաշինքը չի, բայց շատ բան է։ Եվ հանրապետականների մեջ էլ իշխանության եկան մարդիկ, Ռուբիո եւ այլն, որոնք Հայաստանի հանդեպ շատ դրական վերաբերմունք ունեն, հնուց ի վեր, այսպես ասեմ։ Եվ այսպես նաեւ իմ քաջծանոթ Բրաունբեկը, նախկին սենատոր, նախագահի թեկնածու, հանրապետական լոբիստ եւ այլն, որոնք իշքան ես հասկանում եմ, մեզ լավ օգնում են։ Ես նրա հետ Վաշինգտոնում զրույց եմ ունեցել եւ ինքը ինչ որ պատկերացնում էր, երևի ավելի բան ունի անելու։ Հիմա եւ այստեղ ուրեմն սա էլ ամերիկյան բլոկ է։ Ընդ որում ասեմ, որ մենք ամերիկյան մեր պոտենցիալ ազգային քիչ ենք, վատ ենք օգտագործում, որովհետեւ այնտեղ 3 շերտ կա՝ հայախոս նախկին գաղութ ասենք, համայնք էլի, ուրեմն որոնք արևմտահայեր էին, էլի ցեղասպանություն եւ այլն։ Հետո նոր կազմավորված ժամանակակից համայնք, որի մեջ շատ զգուշանալի պետք կագեբեշնիկներ շատ կան եւ Հայաստանից փախած նախկին, որոնք վստահաբար տեղավորել են նաեւ։ Եվ նաեւ ունենք մինչեւ ցեղասպանություն եղած հայության հոձմի զանգված, որոնք տարել են անգլիախոս ինչպես Վիլյամ Սարոյանը, բայց հոգով սրտով սրանք առողջ հայեր են։ Այս պոտենցիալը իր նայեցեք գիտական, տեխնոլոգիական, ինժեներական, հումանիտար, Հոլիվուդը բանում է, չէ, ախր։
եւ այլ։ Ուրեմն այս բոլորով հանդերձ մենք չնչին ձևով ենք օգտագործում այս հնարավորությունները։ Դա իհարկե դեմոկրատական կուսակցության պարագայով հաջողություններն ավելին են, որտեղ Դեվիլսոնից եւ այլնից համար ավանդույթներ կան։ Այս գործը պետք է լավ արվի։ Հիմա վերադառնանք մեր բարական է սա։ Եվրոպա եւ շատ լավ է, որ Ֆրանսիան կենթանի հետաքրքրություն ցույց տվեց Հայաստանի հանդեպ եւ լավ է նաեւ, որ Մակրոնը անձնական իմաստով մեր վարչապետին ընդունեց եւ ընկերություն արեց։ Ինձ թվում է, այստեղ մեծ դեր է խաղում որ այս բարակային Ֆրանսիայի Շարլ Ազնավուրի Պատրիկ Տևեջյանի դժբախտաբար, որը կովիդի ընթացքում մահացավ եւ ֆրանսիական էլիտար, ազգային էլիտար, ոչ կուսակցական, այս հատվածի դերը շատ մեծ է, որովհետեւ ֆրանսիացիների մեջ մեծ հարգանք կա եւ բանաձևը գտնվել է, հիշեք, Շարլ Ազնավուրն ինչ էր ասում, ինչքան որ հայ եմ, այնքան ֆրանսիացի եմ, ինչքան ֆրանսիացի եմ, այնքան Մակրոնը բառացիորեն կրկնում էր այս բաները։ Հիմա Ֆրանսիան ուրեմն իհարկե Կիլիգի եւ այլն մեծ մոտ այս չեկիստները գործ փչացնելու համար մեկ են, բայց հարցը ինչի՞ է, ժամանակները փոխվել են եւ մենք գիտենք, որ Ֆրանսիան աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական հայրենիքն է, որի ուրեմն Ֆրանսիան եզակի երկրներից մեկն է, որը զենքի բոլոր տեսակներն ինքն է արտադրում։ Դուք հիշեք նաև այն Միստրալների պատմությունը, որ 3 թե 4 Միստրալ այդ նավերը ռուսական պատվերն արեցին, գլխին կան, որ սրանք Չինգիզ խանի ուրեմն հետևորդներն են դառնալու, չտվեցին։ Եվ ահա Ֆրանսիան, որը կարծում եմ, որ մեզ հետ շատ ավելի առաջ գնալու, եւ ես հույս ունեմ, որ շատ հանգամանքներով մենք Սյունիքի լեռնամետալուրգիան, լեռնահանքերի շահագործումը պետական շահաբաժնով, շահավետով եւ այլն Ֆրանսիայի հետ պետք է վերականգնենք, որովհետեւ այդ հանքերը եւ Գորիս քաղաքը ժամանակին ցարի ժամանակ արել է Ֆրանսիան։ Հիմա այսպես Ֆրանսիան նաև ուրիշ պարագա է, ասեմ ձեզ, որ ասեմ մեր անելիքն է, մենք չենք վերականգնվի երբեք, եթե մնանք այս գողական բարքերի մեջ, այս գավառամտությամբ եւ գավառական են քաղաքական ճակերտավոր էլիտայի, որը Հայաստանի ազգային սեփականության տերն է եւ ռեսաստրուկ է մտածողությամբ։ Սրանք ի վիճակի չեն անելու։ Ես դա վիրավորելու համար չեմ ասում, բայց եթե վիրավորում են, թող իրենց հասնում է։ Եվ օրինակներ փայլուն է, հիշում եք, Թրամփ ամերիկացիներն առաջարկեցին Տիմոշենկոին եւ Պորոշենկոին, եկեք փոխարինենք ձեզ բանով, ուրեմն Զելենսկիով, եւ նրանք ասեցին հայրենիքի ճգնաժամի ժամանակ մենք որը պաշտոն չենք ուզում, բայց Հայաստան հայրենիքի ճգնաժամի ժամանակ սրանք ռուսական ուրեմն գործելացեվով ամեն ինչ անում են Հայաստանի պետականություն տապալելու համար։ Ահա տեսեք երկու խումբ եւ այլն։ Նրանք ռուսախոս են, սրանք հայախոս են, բայց իհարկե գավառախոս են եւ գավառամիտ են։ Հիմա անցնենք այս բանին։ Ուրեմն Ֆրանսիան մի բան ինչի համար ասեցի, որտեղ մենք լայնորեն պիտի բացենք մեր երկրի դռները անգլերեն լեզվի համակարգիչների, շատ քիչ է եղածը, ճիշտ է արվում է, շատ քիչ է։ Ուրեմն եւ ֆրանսերեն լեզվի, ֆրանսիական մշակույթի դիմաց, բայց այդ բոլորը հայոց լեզվի հաշիվ չպետք է լինի, որովհետեւ ես ասեմ ծնողների համար այն երեխան է տաղանդավոր պոտենցիալը իր դրսևորում, որը մայրենի կրթություն է ստացել մայրենի դպրոցում։ Սա միանշանակ է, այսինքն հայոց լեզվի հաշվին, որը ոսկեղենիկ է, կլասիկա է եւ այլն։ Իրենց ասեմ, որ մարդիկ երևի չեն հիշում, որ Աստվածաշնչի այն թարգմանություն, որ ժամանակին եղավ Մաշտոցի եւ այն Սարգսակի եւ բանով, ժամանակին աշխարհի լավագույն թարգմանական գրականության բարձր մակարդակն է։ Մարդիկ, ովքեր լավ գիտեն Աստվածաշունչը եւ հայոց լեզուն այն ժամանակների, ասում են, որ ենթադրենք, եթե Աստվածաշունչ ուրիշ լեզվով հայտնի չլներ աշխարհին, հաստատ կենթադրեն, որ Աստվածաշունչը գրվել է հայոց լեզվով։ Ուրեմն սա մշակութային եւ այստեղ ես Պարուլ Սևակին հիշեցնելու եմ, առանց Աստվածաշնչի իմացության նարեկացի հասկանալ հնարավոր չի։ Այսինքն մշակույթ ընդհանուր եւ համաշխարհային։ Հիմա Ֆրանսիան սա պիտի անվի եւ այս գործը պիտի լավացվի։ Տեսնում եք նաեւ
Վերջին հաշվով ֆրանսիացիների հանդեպ բոլորս գիտենք, մենք ունենք համագրանք եւ իրենք համագրում են հայության, այստեղ մենք կոնտակտային իմաստով շատ բան ենք, այստեղ պիտի հիշեցնեի, օրինակ եթե հեռուստատ ընկերություններում, շատ խելոք մարդիկ լինեին, Դանիել Վարուժան, ուրեմն Ռուբեն Սևակ, Սիամանթո եւ այսպես շարունակ արմետան մշակույթ կներկայացնեին, սրանք մեռան ռուսական բարտերն ու չգիտեմ գողական բարքերով սերիալներ, ինչի համար եմ ասում, մարդիկ կհասկանային, որ մենք իհարկե Արևմտյան Հայաստանը կորցրել ենք, բայց արևմտահայ մշակույթը չենք կորցրել, եւ այս պարագայում կհասկանային, որ սրանք ֆրանսիախոս միջավայր են, ես էլ այստեղ եւ այսպես մնացածը չեմ ասում, ես էլ հիշենք, որ որտեղ Ֆրանսիան շարժվում է, Գերմանիան ուզի շարժվելու է, մնացած արդեն հայտնի բաներ են։ Հիմա մեր անելիքը կոնկրետացնեմ։ Մենք պետք է երկիրը, այս բոլորը հասկանալի է, որ տասնամյակներ կարող է տևեն եւ որևէ մեկը չի կարող ասել, թե տրանսֆորմացման այդ շրջան աշխարհագարկ ինչքան է տևելու, շատ է տևելու, շատ ենթադրենք, բայց մենք քաղաքական պրոգնոզի իմաստով դա պետք է վերցնենք, որ կարճ է լինելու հաստատ բացառված է, որ 10-15 տարի սա կգնա եւ ստացվում է, որ աշխարհն անհանգիստ է լինելու, ճիշտ է։ Հիմա մենք ինչ ենք անելու, անընդհատ պետք է նստենք հեռուստաընկերություններով, Պուտինը, այս բանը, Զանզիբարը, չգիտեմ, ես ինչը, ես պետք է քննարկենք։ Ուրեմն ասելիքիս իմ համալսարանները, եթե իրական համալսարաններ են, պիտի վերադառնան պետության վերակառուցման հարցով զբաղվենք, ինչպիսի մոդել, որթե գրել, կասեմ կուսակցության տեսակետը, ինչպիսի տնտեսություն ունենալ, ինչպիսի հզորության բաղադրիչների վրա դնել եւ բանակ ինչպիսի վերակառուցման ենթարկել, ինչպես եւ այլն եւ մշակույթը ուր տանել, որովհետեւ առանց մշակույթի Հայաստան չի կարող լինել եւ այս գավառական մտածողությունը, այս գողական բարքերը, այդ ոնց ասեմ, այդ ռաբիզը սպանում է Հայաստանը, մանավանդ մենք մեկուսացած ենք եւ ուրեմն տասնամյակներով Հայաստանը նաեւ դիտավորյալ է մեկուսացվել, մեկ հայաստանյան այդ գավառամիտ իշխանությունների կողմից, մեկ Ադրբեջանի իշխանության կողմից, որոնք ժամանակին հայտարարեցին, որ չենք թողելու Հայաստանը դուրս գա եւ այսպես մնացինք այդ մտածողության մեջ, բայց դա չի նշանակում մենք պիտի մնանք դրա մեջ։ Հիմա տեսեք ինչ է լինում։ Մենք ունենք ուղենիշն արդեն կա։ Պարլամենտական հանրապետությունն ենք, դա ընտրված է։ Ես կարծում եմ, որ մեր ժողովրդի պարլամենտական խորհրդարանական ուրեմն մտածողության համար սա լավ մոդել է։ Մենք հիշենք, որ մեր եկեղեցին մինչև 1936, երբ որ դեռևս ազնիվ ու մաքուր էր ամեն ինչ եւ Խորեմ Մուրադբեկյանն էր, որին խեղդեցին չեկիստները իր բանում, բնակարանում, Էջմիածնում, ուրեմն եղել է նաեւ ընտրություններով խորհրդարանական, չէ՞։ Մեր եկեղեցին միշտ ընտրվել է, ընդ որում 1/3-ը կարծեմ աշխարհիկ մաս է ընտրության մասնակցել։ Հիմա սրանք ընտրությունները վերածեցին սովետական բաների, միջոցառման, եւ դրա համար իմ ասածը, որ ուզուրպատորը պետք է թողի, որտեղ ինքը չի ընտրվել, թող երկրորդ անգամ վերընտրվի։ Հիմա այս ավանդույթը պիտի մեր հազարավոր տարիների եւ եկեղեցու այդ ավանդույթը պետական մակարդակի վրա բարձրացվի։ Հիմա կոնկրետ ասեմ, ինչ արվի պարլամենտարիզմի առումով։ Իհարկե ժողովրդավարության այն ձևը, որ հաստատվել է, ինքը տնտեսական շատ հիմք չունի, որտեղ երկիր նախկատ է։ Ընդհանրապես ժողովրդավարություն մեծ հաղթանակներ է տանում, որտեղ որ ուրեմն տնտեսությունն է աշխուժ, մարդիկ են քաղաքական մշակույթով զարգացած, բայց մենք այս վիճակում պիտի շարժվենք, չպիտի նստել ողբար եւ այլն։ Դրա համար առաջարկս հետեւյալն է. Հայաստանի պարլամենտարիզմը պետք է թեքվի դեպի կանցլերական դեմոկրատիա, կանցլերական ժողովրդավարություն, որը կենտրոնացված իշխանություն ունի, այս թափթփվածությունները չի հանդուրժում, բայց դեմոկրատական բարձիկների վրա է ժողովրդավարական եւ Գերմանիայի պատմությունը, որ վերցնում եմ, դա Գերմանիան 46 թվականներ դա է ռեալիզացվեց եւ չթողեց, որ այսպես լսվեն փողոցներ, հարուստներ եւ այլն կաստրուլները ձեռները բառաչեն սովի մասին, ինչ որ անում են։ Եվ երկրորդը, 5-րդ 40 պետք է զսպվի,
իրենց պետք է բացատրվի, որ ընկեր ջան, սա Հայաստանը անվերադարձ դարել է այսինչ եւ գնում է իր անկախության ճանապարհով, բայց այստեղ մի բան պետք է հասկանանք, որ մի բան է անկախությունը, մի բան է ինքնիշխանությունը։ Հիմա շեշտը պիտի դրվի ինքնիշխանության, սուվերենիտի բարձրացման վրա։ Բոլոր ոլորտներում ուրեմն Հայաստանը պիտի իշխի։ Օրենքը եւ այլն, ինչքան կբարձրանա, այնքան արժանապատվություն Արևմուտքի եւ մյուսների համար կլինի։ Ուրեմն կանցլերական դեմոկրատիա մեկ, երկիրը մենք պետք է միշտ հիշենք, որ հայ ժողովուրդը ինչ էլ անեք, չանեք, չի հրաժարվելու արդարության գիտակցությունից։ Արդարության գիտակցություն, այսինքն սոցիալ-տնտեսական հարաբերությունները պիտի կառուցվեն արդարության սկզբունքով, բայց Հայաստանը գողապետության կամ լութոկրատ իշխանության տարիներին բացարձակապես անհավասար եւ անարդար երկրի է վերածվել։ Հասկանում եք, որ սա պիտի ջախջախվի։ Ես չեմ ասում ոչնչացվեն, որտեղ այդ առաջացած տնտեսական միավորները, եթե դուք ոչնչացնում եք, կապիտալի արտահոսք է լինում։ Կորեացիների նման պիտի տրվի օրենքի շրջանակի մեջ հարկեր վճարում եւ նորմալ եւ այլն, այսինքն գնալ առաջ։ Ես թեմ եմ կապիտալի արտահոսքին եւ եղածի ոչնչացմանը։ Այսինքն ոչ թե մենք պետք է այն եղածը, որը ինչ որ կայացել է, փչացնենք, հետ վերադառնանք, այլ ներքևը պետք է բարձրացնենք, բայց արդարության այս սկզբունքի վրա եւ սա Հարավային Կորեայի օրինակը փայլուն կարելի ասել, որից մենակ շահելու ենք։ Իհարկե որոշ ոճրագործներ պիտի պատասխան տան եւ դատվեն, ցմահ բանդարվեն, գնդակահարվեն, չգիտեմ, որ որևէ մտքով Հայաստանի եւ աշխարհում որևէ հայ մտքով չանցներ, որ Հայաստանում կարելի է իշխանությունը տապալել եւ տեղավորվել մեկի տակը, այդ մեկն է Ռուսաստանն է։ Այն էլ լեշը շատ ծանր է։ Հիմա այս մասը գնում ենք եւ սոցիալական շուկայական տնտեսություն դիլն է, որտեղ այստեղ կա շուկա վայրի, կա անվերահսկելի լիբերալիզմ, աշխարհում կա նաեւ չափավորված օրդոլիբերալ են ասում, օրենքի կարգ ու կանոնի մեջ տեղավորված շուկա, որտեղ օրենքն է աշխատում, օրենքը կարգավորում է եւ մնացածը չծավալվեն տեխնոլոգիաների հարցում մենք մեզ հիմա հարց պետք է տանք։ Ինչպիսի Հայաստան է մեզ պետք, իր հումքը չօգտագործող, հա, մենակ IT տեխնոլոգիաներ եւ այլն, այստեղ իհարկե դա պիտի խրախուսել այս ոլորտը, բայց մենք պիտի քարտեզին նայենք եւ տեսնենք, թե մեր երկրի աշխարհագրությունը, այսօրվա պետությունը ինչպիսի տարածքում արևելքում թուրքն է, էնել խեղաճ վաղներ պարսիկ է սրանք դառնալու, արևմուտքում Թուրքիան է խնդիրներով, Վրաստանը անկայունության որոշակի տարրեր, ներքև եւ այլն, աշխարհագրությունը քաղաքականություն է, ես ասեմ ֆրանսիացի Ռեգնյուն ասում էր, որ եւ դա այդպես է, քաղաքականություն աշխարհագրություն է, աշխարհագրությունն է, որ քաղաքականություն է, հետեւապես պիտի նկատի ունենալ, որ կտրուկ շրջադարձեն կարող է շրջափակվել, կենթադրենք, ինչպես եղավ պատերազմի օրերին, ես իշքան գիտեմ, մի երկու շաբաթ ոչինչ Հայաստան չի մտել, ոչինչ մեր խոշոր եղբայրը սահմանափակել է բոլոր հնարավորությունները, որ գլխովին ջախջախվենք եւ պիտի հրաժարվել այդ հյուսիսից այն մտածողությունից, ինչ որ կա, կախված լինել։ Դրա համար ներքին ռեսուրսներ պիտի օգտագործվեն։ Ունենք անսահմանափակ քանակությամբ քար եւ տեսակներ, հիմա մետաղետ է երկաթահանքետ է քարահանքից տարբերություն։ Քիմիա եթե լինի, այդ մշակումները կլինեն աշխարհում հայտնի են, դրանք չեմ ծավալվի։ Ուրեմն հանքարդյունաբերությունը պիտի ազգայնացվի, պարզվի ռուսական կապիտալը ինչքան է ներկա եւ ինչքան է քրեական հայաստանյան նախկին իշխանության սեփականություն։ Եվ դա ոչ մի դժվարություն չունի։ Ու հետո դա պետք է մրցույթով հանձնվի ընկերությունների, որոնք ունեն տեխնոլոգիաներ, էկոլոգիայի պաշտպանություն եւ այլն եւ այլն։ Ես ցեզ ասեմ, որ Հայաստանում բոչամբարների թունավոր ահռելի կենտրոններ կան, մեկ Արձվանիկի այդ կենտրոնն է։ Սրանց մեջ ասում են մասնագետները բավականին քանակությամբ հազվագյուտ մետաղներ կան, հազվագյուտ։ Դրանք եւ այլն, արևմտյան բարձր չի, որ տեխնոլոգիաները բարձր են, դրանք մշակում են եւ այլն։ Եվ այդ իմաստով ռուսական կապիտալի վայրենի շահագործման էսպանը, որ զուգորդված է հայաստանյան
կլանների հետ, դա հակնհայտ է, ուրեմն այս հարցը պետք է փակվի եւ այլն, այսինքն դա մեր ուժերի մեջ է, այն ինչ չեմ ասում այնպիսի բաներ, որ կատաստրոֆա կլինի, ուրեմն եւ նաեւ իմանալ, որ մեզ պետք է տեղական հումքի վրա արտադրություն բարձր տեխնոլոգիաներով մոնոպոլ լինի, ինչ որտեղ մոնոպոլիստ լինենք, ինչ որ մի բանի մեջ, ասենք Թայվանը չիպերի մեջ մոնոպոլիստ է, այսինքն բայց այդ բոլոր բարձր տեխնոլոգիաներ եւ բարձր գիտություն, այս է նշանակում գիտության վերակառուցում, կառավարության կառուցվածքի մեջ փոփոխություններ, ռեսուրսներ եւ այլն, եւ այսպես որ լինի եւ բնականաբար առաջնահերթություններ զուգորդման քաղաքական զուգադրման քաղաքականության մեջ դրանք այն երկրներն են, որոնք որ մեր պատերազմից հետո հայտնվեցին եւ այլն։ Ինչ եմ ուզում ասել, մնացածը եւ դետալների մեջ չեմ մտնում, բայց մի բան ասեմ, հայաստանյան քաղաքական, տնտեսական, սոցիալական կյանքի ողբերգությունն այն է, որ արհմություններ չկան ազատ։ Դա սովետական արհմություններն են, մնացել են իրենց բյուրոկրատիայով, անհասկանալի ինչի։ Ես հիմա պիտի ասեն արի ստեղծի, այսպես ինչ ասում ես, այսինքն, տեսեք, վարորդներին առաջարկում եմ, ոչ թե անընդհատ հավաքվեք, որ բողոքեք, ստեղծեք ձեր արհմությունը։ Ամերիկայի հզորությունն ինչի մեջ է, աշխատավորների շահիրված, արհմություններն են։ Ինչ լինի արհմությունները կանգնած են իշխանության գործատուի եւ ժողովրդի կողքին։ Ուրեմն բժիշկների ասենք արհմիություն, չէ, հարցեր կան, չգիտեմ, մետալուրգիայի եւ այլն, արհմիությունները քաղաքական կուսակցություններից իմ գնահատականով այսօրվա իմաստ, նույնիսկ քաղաքացիական հասարակությունից մեզ համար կարևոր է երկրի վիճակը նկատի ունենալով։ Չեմ ասում նրանք չպետք լինեն, բայց այս արհմիությունները պետք է լինեն, դա վարորդներ ստեղծեք ձեր բան վիճում են էս են անում, ինչ-որ գողական բարկեր, մեկը գալիս տեր է լինում, չի լինում, արհմիություններ ստեղծեք, տեսեք ձեր շահեր ոնց կպաշտպանեք եւ այստեղ հարց կգա։ Աշխատանքային օրենսգրությունը չէ, կիրառելի դարձնել, այնտեղ էլ կերևա այդ աշխատանքային օրենսդրությունը աշխատավորի շահ պաշտպանում է, թե դա այնպիսի օրենսդրություն է, որ ուրեմն այդ էլի քսակավորների, բդեշխների շահի համար է սարքած։ Եվ այս բոլորը կա ամեն ինչը լինում է, տեսեք, մշակույթի մասին չմոռանալ, թատրոն, կինո, Հայաստանը թատրոնի հայրենիք ու երկիր է, ճիշտ է, հնուց է, արտավազ թարգան եւ այլն, գիտենք, պիտի անընդհատ վերհիշել անցյալը, որ վերադառնալ, կանգնել, բազայի վրա շարժվել։ Իմ լսածով թատրոններում դինաստիաներ են առաջացել են ռեժիսորի իր տղին, իր հարսին, իր խնամուն, պիտի այս բոլորը քանդել։ Եվ դրա համար մշակույթի նախարարությունը պետք է վերականգնվի, որովհետև առանց թատրոնի ես երջանկայի շատ իմ լավագույն բարեկամ Սոս Սարգսյանին հիշեցնեմ, անընդհատ ասում էր, մենք շատ ենք զրուցել, Լևոն ջան, առանց թատրոնի հաջողմարդը ոնց կլինի։ Հիմա թատրոնում պարզ է ինչ է կատարվում, մարդիկ գնում են թատրոն, հիմա կարող են ասել հասարակության որակն են չի, բարձրացրեք, մշակույթը պիտի բարձրացնի ժողովրդի որակն ու բանը, հակառակը չի լինելու, ուրեմն ժողովուրդը բրդի, այսպես ասած, թատրոնը բարձրացնի բարձր մակարդակ, դա վերաբերում է եւ կինոյին եւ այլն ինչ է, եւ այսպես ուզում եմ ասել, ահա, սրանք խնդիրներ են, որ լրիվ մեր ուժերի մեջ են, եւ այս process-ը ինչ է լինելու, մենք ասեմ, հաջողված երկրների փորձով երևի վերջացնեմ, էլի, Ջան, ուրեմն Հարավային Կորեա, Չինաստան, որոնք դինամիկ 1907 թվերին Հարավային Կորեան մի այլանդակ միջավայր էր, գնդակահարություններ, բաներ եւ այլն, Չինաստանը հայտնի է, Գերմանիայի մասին շատ եմ ասել եւ այլն, ինչ եղավ։ Այս երկրները առաջին անգամ իհարկե փորձ արեցին գերմանացիները Ադենաուերի ժամանակ։ Ադենաուերն ինչ էր ասում, 46 թվականին հարակում է քրիստոնյա դեմոկրատական միության են բանը ինչ որ մնացել էր Հիտլերից հետո եւ այլն եւ խորհրդակցում են ինչպես Գերմանիան վերականգնեն, որն է շանսը, որովհետեւ Պրոբլեմ էր եւ Գերմանիան ավերված էր բոլոր իմաստներով եւ մարդիկ էլ իրենց մեղավոր են զգում ֆաշիզմի համար, ամեն ինչի համար, ինչ է։ Եվ ինչ է ասում, ես բառացի եմ ասում, խորհրդակցության ժամանակ։ Ասում է Գերմանիան կարող է վերականգնվել, եթե երկու հարց լուծի, որն է։ Ասում է ինքը վերադառնա,
արևմտյան քրիստոնեության ուրեմն մշակութային արմատների վրա, ինչ որ գերմանականն է։ Մշակութային արմատների վրա քրիստոնեության, ասենք այնտեղ բողոքականություն, կաթոլիկություն, լյութերականություն, գիտեք Գերմանիան։ Հիմա երկրորդ մասը եւ ասում ապահովի տնտեսության եւ քաղաքական կյանքում ազատությունը տնտեսության մեջ։ Այսինքն հիմա մենք վերադառնում ենք Հայաստան, ինչ ունենք։ Այդ բանը եւ ասում է մարդիկ որոշում են, որ այս ճանապարհն է, որ Գերմանիան կվերածանի։ Ես ինֆորմացիայի համար ասեմ, 46 թվին խնդիրը դրվեց, 53 թվականին Արևմտյան Գերմանիան ֆաշիստական Գերմանիայի վերջին խաղաղ տարվա վիճակը վերականգնեց, 39 թվականի վիճակը վերականգնեց։ Ռուսաստան մինչև մի չի վերականգնվել պատերազմից հետո։ Հիմա 61 թվականին երկիրը հայտարարվեց ընդհանուր բարերության պետություն եւ այսօր մենք բազմաթիվ հայրենագիտներ ունենք, որ վայելում են գերմանական դեմոկրատիան, աշխատանքը եւ այլն, որտեղ աշխատում են։ Հիմա ինչ արեց Հարավային Կորեան։ Այնտեղ Բաքչոնի եւ այլն, այսպեսի մի բան կա, նույնիսկ չեմ երկարացնում, մոնոպոլիաներ այդ չեբոլներ են ասում, ընտանեկան բիզնեսներ, արյան մեջ թաթախված, անցագործություններ, հարկեր չվերաճարած եւ այլն։ Եղավ մերի նման մոտավորապես մի հեղափոխություն, չասենք թավշյա, բայց ընտրություններում ուրեմն Գիմտեջուն նախագահը կարողացավ դեմոկրատական ընտրություններում հաղթել եւ փաստորեն հեղափոխություն արեց, անարյուն հեղափոխություն, ինչպես որ մեզ մոտ եղավ անարյուն, դրա համար է չասում են դե ռուսական ավանդույթ կա, եթե արուն չի թափվել ինչ հեղափոխություն։ Եվ այսպես նրանք ինչ արեցին, ամնիստիա հայտարարեցին, բացի ոճրագործներից մի քանի, որոնք երկիրն ինչ էին արել, դուք գիտեք, որ այնտեղ Կորեայում հիմա մինչև մեր նախագահ վարչապետ են գնդակարում, եթե գողություն հանցագործ, Կորեան հայտնի է դրանով, բայց ուրեմն նրանց ինչ արեց, ինքը կաթոլիկ էր, Գերմանիայում էր փախել ընդդիմության տարիներին, շատ Ֆրայբուրգի համալսարանի որտեղ որ այդ մշակվել էր գերմանական մոդելը, ինքը շատ լավ դոկտոր է կարծեմ, այդ կրթություն եւ այլն բոլորը յուրացրել էր եւ եկավ այն եզրակացության, ինչպես ես եմ ասում, ինչպես որ գերմանացիները կանգնեցին իրենց հավատի մշակութային արմատների վրա, սա եկավ Հարավային Կորեայում կոնֆուցիականություն եւ կաթոլիկություն, որտեղ երկուսը կա։ Այսպես մի քիչ տեղաշարժեց այստեղ, հիմա ինչ ունենք, նախկին հանցագործ չեբոլները, Hyundai, այս ինչ որ մենք նստում ենք այդ մեքենաները, LG եւ այլն, այդ ֆիրմաներ, սրանք դարձան ուրեմն Հարավային Կորեայի շարժիչ ուժեր, այսօր այդ Կորեան կա։ Նույնն էլ մոտավորապես առանց շատ բացատրել Դեն Սյաոպինն արեց, ուրեմն Չինաստանում ինչ արեց։ Բոլշևիկյան գաղափարախոսությունը ռուսական այդ բոլորը կողքի քշեց, բայց քանի որ երկիրը միլիարդների թիվ ուներ, տեղը տեղավորեց Կոնֆուցիուսին, նրա ուսմունք եւ այլն եւ այլն եւ այլն։ Հիմա շարունակեմ, սա այս process-ը կոչվում է ինդիգենացում, լատիներեն բառը, որ նշանակում է վերադարձ արմատների վրա եւ այսպես ռիվոկով, հպումով վերև բարձրանալ։ Մենք ինչ ունենք, մենք ունենք ուրեմն տեսեք դրա համար ես Արտաշեսի ինչ որ ասում եմ, ուրեմն այդ դրթատ թագավոր եւ ոսկեդար, ես կասեի, որ մերը գիտիկան, այս արմատների մաքրման, այդ մեր մշակույթի վերադարձի, մեր իրապես փառավոր պատմության փառավոր էջերի վերակրկնությունը մեր եկեղեցու եւ մեր եկեղեցիների ասեմ նաեւ, որովհետեւ կաթոլիկությունը եւ բողոքականությունը 19-րդ դարի երկրորդ կեսերից մեզ մոտ դիտվում են այն հատվածները ազգային հարստություն եւ մերը։ Ուրեմն սրանց աշխարհայացքային այդպիսի սինթեզի վրա եւ արժեհամագարկի վերադարձով հաստատ մենք կգնանք դեպի Աստվածաշունչ եւ առաջագործության Հայաստան եւ հայրենիք։ Դրա համար ինչ է պետք առաջիկա ընտրությունները պիտի լավ կազմակերպել եւ ուրեմն 4-րդ հանրապետությունը հռչակել, այսպեսի ծրագրերով գնալ առաջ։ Մնացածը Թուրքիան, Պարսկաստանը եւ այլն այնքան են վերլուծում
ես արդեն զալաչ ունեմ դրանցից խոսելու, Բարի։ ինչքան կուժեղանանք, այնքան անվտանգությունը կմեծանա, ինչքան քարշ կկանք, անվտանգություն պիտի այդ հակառակ է, ուրեմն միշտ պետք է մի վախ ունենանք, ես ասեմ վերջացնեմ, թուլացող Հայաստանի վրա ուրեմն հոշոտման ձգտումները շատ մեծ են, աշխատեք չթուլանաք, աշխատեք պետության ինքնիշխանությունը բարձրացնել, անկախության այս բարակայում, մնացած ամեն ինչ նորմալ է։ Շնորհակալություն, որպես ամփոփում դուք վերջում նշեցիք, որ ընտրություններ են գալիս եւ նման ծրագրերով պետք է առաջ գնանք, կարող եմ այսպես ձևակերպել, այո, կլինեն առանձին նախընտրական ծրագրեր, բայց այն ինչ դուք ներկայացրեցիք, սա առանձին ծրագրեր չէին, սրանք Հայաստանի կայուն զարգացման մեկ հայեցակարգի մասին էր խոսքը գնում եւ անհրաժեշտ է մշակել եւ իրագործել այդ կուռ կառուցվածք ունեցող հայեցակարգ, մեկ հայեցակարգ, համաձայն եք։ Ես Ոչ թե առանձին ծրագրեր, որոնք հեսա լիքը լինելու են։ Մենք ծրագիրը անում ենք, ես նույնիսկ մենագրություններ ունեմ դրանց մասին, հիմա մենք աշխատում ենք, ես հիմա կարող եմ ասել, որ ովքեր քրիստոնյա ժողովրդավարական այդ կոնցեպցիաները մեզ հետ բաժանում են, թող մոտենան մեզ։ Ինչքան ֆրակցիաները մեծ լինեն, խորհրդանում ասենք, ենթադրենք անցնում ենք այսպես ասեմ, այնքան այդ ռեալիզացումը ազգային ծրագրի տեսք ունի, չէ, կիրականանա, ինչքան չի լինի, ուրեմն չի լինի, դրա համար շղթայի բոլոր ուղղակները հաշվարկացել, որովհետև մենք պիտի կարողանանք ընտրություն անել, որովհետև դա շատ կարևոր է մեր ժողովրդի համար, մենք պիտի սովորենք ընտրության, ընտրելու եւ ենթարկվելու։ Մեր եկեղեցին էլ ունի, չէ, ձայն բազմած ձայն Աստծո, ընտրությունն է դա։ Հիմա ինչ եմ ուզում ասել, այդ մեկ եւ երկրորդը մենք համակրանք արևմուտքի չպիտի կորցնենք, որովհետեւ գիտենք, որ այս անցումային շրջանում ինչպես եւ այսպես երկիրն է դինամիկ ունենա, զարգացում եւ այլն։ Ուզում եմ ասել, որ ահա ժամանակ կա եւ ընտրությունները պիտի վերածել, այո, ազգային ծրագրերի, ազգային բառը չեմ ուզում օգտագործեմ, ինչու, որովհետեւ ինչ անում են ազգային են ասում, էլի, մեկ ազգային, մեկ ապազգային։ Ձևակերպումը տվեցի այսպես, Հայաստանի կայուն զարգացման այո, կայուն զարգացման հայեցակարգ։ Այո, հայեցակարգ եւ կգնանք առաջ, ինչ է խնդիր չեմ տեսնում։ Շնորհակալություն, պարոն Շինյան, շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանն էր մեր զրուցակիցը, զրուցվար մեր Գայանե Առաքելյանը, կամ կրկին, ինչպես միշտ ես ձեզ ուշադիր լսում եի, ինչպես մեր ամբողջ լսարանը, Գայանե Առաքելյանը, բարին ընձեզ։